Պարոն փոխքաղաքապետ, որքան էլ փորձեք առաջացած փոսերի վերաբերյալ արդարացումներ կամ պատճառներ գտնել, բայց հատկանշական է մեկ փաստ, որ առատ տեղումները ոչ միայն Երևանում էին, այլ նաև ամբողջ հանրապետությունով մեկ։ Եվ անգամ քաղաքացիները դժգոհությունների ժամանակ, երբ բարձրաձայնում էին, նշում էին, որ գյուղերում ավելի լավ է ասֆալտը, քան Երևան քաղաքում։ Գյուղերից կարողանում են գալ հասնել մայրաքաղաք, բայց արդեն մայրաքաղաքում խրամատներ հիշեցնող փոսեր են։ Այսինքն միջպետական ճանապարհներին ըստ էության ավելի շատ աղուավազ է օգտագործում, քանի որ քաղաքապետը նշել էր, որ աղն է եղել հիմնականում խնդիրը, որ նման փոսեր են առաջացել։ Այստեղ ամենաէականն այն է, որ որակյալ ասֆալտ չի արվում, իսկ մայրաքաղաքից դուրս, երբ որ լցվել են աղուավազները, նման իրավիճակ չի առաջացել, ինչպես մայրաքաղաքում է։ Տեսեք, բոլորիս պարզ է, չէ, որ ժողովուրդ ջան, մենք անցյալ տարի կամ նախանցյալ տարի ամբողջ Երևանը չենք ասֆալտապատել, դա բոլորս գիտենք, ճիշտ է։ Հիմա ես դες նշեցի փողոցներ, կարող եմ նշել նաև 24 թվականի փողոցները, որտեղ որ իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ, այդ հատվածներում ըստ էության մենք չունենք խնդիրներ։ Այսինքն այստեղ հարցը ասֆալտի կատարման ժամկետների մեջ է, թե երբ է այդ փողոցը ասֆալտապատվել, որին որ նաև նպաստել է աղը, որովհետև միայն աղի հետևանքով, եթե նույն աղը լիներ պատճառը, Էրեբունի փողոցը պայմանական եմ նշում, կամ Վաղարշյան փողոցը նույնպես պետք է լիներ փոսերով, բայց չի եղել նրա համար, որովհետև թարմ ասֆալտ է եղել եւ որակով է եղել։ Իսկ հին արված ասֆալտ, այսինքն մի քանի տարիների վաղեմություն ունի այդ ասֆալտը, անկախ իր որակական հատկություններից ինքը ունի որոշակի տևողության ժամկետ եւ ըստ էության նաեւ աղն է նպաստել է պայմանները եւ դրանից են առաջացել, այսինքն հիմա տեսեք, որ անընդհատ ասվում է, որ ասֆալտը անորակ է, եկեք միասին ուղղակի դուրս գանք եւ տեսնենք, թե տվյալ ձեր նշած կետում, որը որ դուք համարում եք անորակ, երբ է այդտեղ իրականացվել ասֆալտապատում, վերջին անգամ, որովհետև ամենավորակյալ ասֆալտն ինչ-որ մի փուլում ինքը ունենում է խնդիրներ, այսինքն մի քանի տարիների ընթացքում, հիմա չեմ կարող ասել 1 կամ 2, բայց փաստը ցույց է տալիս, որ 2 տարի առաջվա արած ասֆալտի հետ կապված մենք որևէ խնդիր չենք ունեցել։ Եվ մենք դա հատուկ այս վերջի շրջանում մենք կոնկրետ մոնիթորինգ ենք իրականացրել այն հատվածներում, որտեղ որ մենք փոսալություններ ենք իրականացրել, ինչպես նաև դե էլ չասեմ, որ այդ միջին նորոգում իրականացրած հատվածներում, որը որ վստահաբար բոլորդ այդ փողոցներով անցնում եք եւ նկատել եք, օրինակ Գայի փողոց, Էրեբունի փողոց, Վաղարշյան փողոց, Քոչարի ինչ-որ մի հատված, դրանք են փողոցներն են, որտեղ որ մենք իրականացրել ենք միջին նորոգում եւ այդ փողոցներում գետ 1 փոս չկա։